Ելնեմ գնամ բարա Բայց ես գյումրեցի եմ Իմ գյումրեցի յար Արիան ջիգար Խոսք ես տվել վայ Արի վայ վայ Գրիգորյան, այդ բոլոր յարերը եղել են Բոլոր գյումրեցիներն են մեր յարն են ինչ կա որ Տուն են նվիրել ձեզ Իմ լավ ընկերին ինձ տուն է նվիրել երկու հատ էլ մեքենա Երկու հատ էլ մեքենա Ուշադիր լսեք տուն նվեր ստանալու գաղտնիքն է Մեր կուրսի գուրգենին սա ընդհանցեց մի տատիկի հետ որը 80 տարեկան էր հետո նենց ստացվեց տատիկը մինչև մահանալի ինձ նվիրատվություն արեց եւ նվիրեց ինձ այդ տունը Կասկադի վրա Վազգեն Սարգսյանի հետ կապված կան դրվագներ, որոնք շատ հիշարժան են ձեզ համար։ Հարկ եմ տալիս Աստծուն, որ ես ճանաչել եմ սպարապետին։ Ինքը շատ լավ երգում էր, երգել ա մեզ համար շատ անգամ, իմ համար էլ ա երգել։ Տիկին Գրիգորյան, միշտ ասում եք, որ ձեզ շատ ցավացրել են։ 2000-2001-ից սկսվեց արդեն ամեն ինչ։ Միայն եթերում էին ձեզ արգելում Երևալ։ Սա սկսեցին պատմել, ով ինչ արել ա։ Ու այնքան բան ինձ պատմեցին, այդ թվից ամեն ինչ գիտեմ արդեն։ Ողջույն։ Թիվ թվաբանության տաղավարում դերասանուհի է, որը ժամանակին որոշեց երգել, եւ դա իր մոտ այնքան լավ ստացվեց, որ հանրապետության մեծ մասը նրան ճանաչում է ոչ թե որպես դերասանուհի, այլ որպես երգչուհի։ Արմինե Գրիգորյանն է մեր տաղավարում եւ մեզ վստահաբար սա կանխագուշակում չէ, այլ վստահություն, որ մեզ սպասվում է չափազանց ուրախ եւ երաժշտական թողարկում։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, Այդա ջան։ Պարտավորեցնող բաներ ասեցիք, այդ որ ուզած չուզած պետք է ինչ-որ բաներ անեմ, որ ուրախ անցնի։ Իսկ որ ասացիք երկեց եւ ավելի, եթե իմանայի կկատարվի երազանքս, գուցե կոսմոնավտ ուզեի դառնալ։ Այո։ Շատ ավելի մի խոսքով։ Բայց ունեցել եք այդպիսի երազանք։ Ոչ իհարկե։ Այն ինչ երազել եք եղել է կարծում եմ։ Պատկերացրեք, որ այո։ Ձեր հարցազրույցներից դատելով ամեն դեպքում ես այդպիսի կարծիք ունեմ։ Որ ասեմ, դե շատ երազանքներ եմ ունեցել, չէ, պարզապես ինչ մտածել եմ, ստացվել է, այսպես ասեմ։ Ընտիր։ 963 ռոբոտիկն է այստեղ մեզ հետ տաղավարում Տիկին Գրիգորյան եւ նա մեզ հարցեր է տալու, այդ հարցերն ունեն թվային պատասխաններ, մենք փորձելու ենք գուշակել հարցերի պատասխանները եւ մրցելու ենք։ Այդ ընթացքում ինձ չեք ասում թվերի մասին ոչինչ, գրում եք եւ հետ հաշվարկից հետո պտտում ենք ու հասկանում թե ով է այդ փուլի հաղթողը։ Պատրաստ եք։ Ընթացքում զրուցելու ենք ու հենց պարտվեք, խաղի ընթացքում պետք է փորձության միջով անցնեք, այնպես որ ուշադիր եղեք։ Փորձությունը ինչ է։ Ձեզնից ոչ հեռու դիմանալու է, այո, մի կերպ բայց կդիմանաք։ Գնացինք։ Քանի յարի մասին է երգ գրել ու երգել Արմինե Գրիգորյանը։ Առաջվա քանի ինչ։ Յարի մասին է երգ։ Ես թիվտի այստեղ գրեմ։ Այո։ Ես հիշում եմ Գյումրեցի յարը, ֆուտբոլիստ յարը, դրանց շարքում կարող ենք դասել Երևանի սիրուն տղան, չէ։ Շատ յարեր կան, Յարեր շատ կան։ Յարերը այնքան շատ են, յար բարով, հա, որ չեմ էլ մտածել, շատ։ Ну давайте приблизительную, да? Ինձ չեք ասում, այո, գրեք մոտավոր ինչ եք պատկերացնում։ Ես իմ հաշվածը երևի գրեմ։ Մոտարապես։ Ես ինչ բաց թողեցի յարերից։ Ձեր յարերից։ Յարո ջանը, Էլվինա Յարո Մակարյանի։ ջանը, ճիշտ է։ Արի ասեմ, տենց մի երգ ունեմ։ Արի, մոտարապես տենց, որտեվ սա երգերի մեջ յար բառը վասնավնում կա, դրա համար ես մոտարապես։ Գրիգորյան, այդ բոլոր յարերը եղել են, թե։ Իհարկե։ Թե մարքեթինգային քայլեր, մի օր երևանցի յարի մասին, մի օր գյումրեցի յարի մասին։ Իրականում Երևանի սիրուն տղան, որ նոր է գրել երգը, նոր էր հայտնի դարել, գնացել են Գյումրի, իմ մենահամերգներ, չեմ հիշում որ թիվներ, որ շատ փորձեմ կհիշեմ։ Մեր սիրելի գյումրեցիները դռները փակեցին սրահի վերջում, ասին չենք թողնի մեր մոտից մինչև մեր մասին երգ չերգես։ Ես էլ ասի խոստանում եմ, որ ես ձեր համար երգ եմ գրելու անպայման հաջորդ գալուց համերգի երգով ձեզ համար։ Վերադարձա Երևան, խոստվե բաց թողեցին, վերադարձա Երևան, երգ կար գրված, երաժշտությունը Անդրանիկ Շահինյանն էր գրել, եւ բառերը ես գրեցի Գյումրեցի իմ Գյումրեցի յար երգը, այդ պատճառով եմ գրել։ Դրա համար բոլոր գյումրեցիներն մեր յարն են ինչ կա որ։ Ուզում եմ հասկանալ իսկ Ջեյմ Համբուրներս մեր սիրելի գյումրեցի։ ֆուտբոլիստ յարի մասին երգը կարող է ֆուտբոլային հանդիպումից հետո գրվել։ Ֆուտբոլիստ յար երգն էլ, այսպես ասեմ, ուղղակի գրել եմ, շատ լավ ընկեր ունեմ
մեր հրաշալի Եղիշե Մելիքյանը, Եղիշե Մելիքյանի համար եմ Հայաստանի հավաքականի այսօրյա մարզիչը գլխավոր Եղիշե Մելիքյանը։ Հաստատ իրեն է նվիրված։ Չէ, այսպես ասեմ, ես գրել եմ երգը պարզապես մեր սիրելի ֆուտբոլիստների համար կամ ֆուտբոլիստների համար, հետո տարիներ հետո իհարկե Եղիշին արդեն ճանաչում էի, բայց մի առժամանակ հետո թերթում հարցազրույց արեցի, ասինում էր նվիրված, ասի Եղիշե Մելիքյանն, այդպես գնաց։ Իրականում մենք շատ լավ ընկերներ ենք Վաղեմի հին, այնպես որ հանձինս Եղիշե Մելիքյանի եւ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ երգը նվիրվում է բոլոր ֆուտբոլիստերին մեր հայ, որոնք շատ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում։ Որոնք շատ սիրում են։ Գրեցիք թիվը։ Մոտարապես մի բան։ Պիտի պատտենք հիմա։ 5 իմ կարծիքով, ես շատ փոքր թիվ եմ գրել, հաշվի առնելով 23 Տիկին Գրիգորյանի կարծիքով ինքը հաստատ ավելի լավ կիմանա, քանի Յարի մասին է երգել, լսենք ճիշտ պատասխանը։ Արմինեն Սևակին անցել է Յար գովերքելով։ Երևանի սիրուն տղան, լեննականցի Յարը, ֆուտբոլիստ Յարը եւ այսպես շարունակ։ Աբարանցի։ Ահա, ամեն դեպքում ինձ թվում է միավորը ձերն է, որովհետեւ այսպես շարունակը ենթադրում է, որ այո, անվերջ կարելի է թվարկել Յարերի։ Մեկ միավոր Տիկին Գրիգորյանի օգտին ենք գրանցում այս փուլում։ Ես եմ պարտվել, բայց քանի որ այս հաղորդումը ոնց որ իմ խաղի կանոններով ենք խաղում, միևնույնն է փորձության միջով անցնելու եք դուք։ Ոնց ասեք։ Շնորհակալ եմ, որ դեմ չեք եւ չեք առարկում։ Հիմա կարող ենք ունկնդրել Յարերի մասին ամենահայտնի մի քանի երգերից հատվածներ։ Ոյ, լայվ sense երգեմ։ Այո։ Ավելի լավ բան եմ առաջարկում։ Աբարանի մասին չասեց մեր ռոբոտիկը։ Աբարանի երգեք միասին։ Աբարան, աբարան, աբարան Յարիս տարան, ինչ անեմ, ոնց անեմ, ելնեմ գնամ աբարան։ Բայց ես գյումրեցի եմ։ Իմ գյումրեցի Յար, արի անջիգար, խոսք ես տվել է վայ, արի վայ, վայ, եղախելագար, հորը տուն ինձ տար, արի վայ, վայ, եղախելագար, հորը տուն ինձ տար։ Այսքան բան։ Լավ, չի որ ասում ես, որ ասում են երգի, ասում ես ես դերասանուհի եմ, ստրախովկա ես էլ, անոր վատ երգես, նավսյակի ասում ես դերասանուհի էի։ Միավորը այս փուլում ձերն է, մենք շարունակում ենք, լսենք հաջորդ հարցը ու զրուցենք։ Որքան է արժեցել Պաշտոնյայից համաշխարհային աստղին տրված ամենաթանկ նվերը։ Համաշխարհային եթե համաշխարհային դա լուրջ թվերի մասին պիտի լինի խոսքը։ Այո, եւ թանկարժեք նվերների մասին կարծում եմ պիտի լինի խոսքը։ Միլիոնը դե բնականաբար միլիարդի մասին եմ մտածում։ Հա, այդքան շատ։ Մալը ինչ կա որ բա ոնց։ Կարդ եկեք մոտարապես մի բան գրենք, հա։ Հետարքիր է։ Պաշտոնյայից ընդ որում պիտի լինի նվերը եւ վստահաբար կլինեն նվերներ, որոնք այդպես էլ հրապարակավ չեն լինի եւ ոչ ոք չի իմանա դրա մասին։ Պրիբլիզիցին մի բան գրեցի։ Տեսնեմ։ Իմ կարծիքով 5 միլիոն, 1 միլիարդ։ 1 միլիարդ։ 1 միլիարդ։ Հենց մի հատ թիվ էլի։ Տիկին Գրիգորյանը բավականին լուրջ թվերի է։ Շատ լուրջ թվերի հետ է խաղում այստեղ։ Ես դու մստո բաբարշում։ Այո, Տիկին Գրիգորյան, լավ, մինչև ճիշտ պատասխանը լսել եկեք հիշենք, թե ձեզ ինչ հետաքրքիր նվերներ, տարօրինակ արտասովոր նվերներ են փորձել փոխանցել։ Ձեր մասին իհարկե պատմություններ կան տան հետ կապված, որը դուք բարբերաբար հերքում եք։ Որը ասեք ասեմ, չէ՞ որ տուն են նվիրել ձեզ։ Չեմ հերքել, հակառակը միշտ պատմում եմ ուրախությամբ դրա մասին։ Ինձ տուն է նվիրել իմ տատիկս, որը իմ հարազատ տատիկը չէր, անծանոթ տատիկ, որտեղ ես Վարձով տուն էի փնտրում, թատերական ինստիտուտի տարածքում, որտեղ ներկայացման փորձերն էին գնում։ Մեր կուրսի Գուրգենի ծանոթացրեց մի տատիկի հետ, որը 80 տարեկան էր, որի հետ ես ծանոթացա, հետո բարձում է բոլորը աչք ունեին այդ տան վրա։ Միակը ես էի որ չունեի աչք, որտեղ չգիտեի որ դա տուն կա, չգիտեի որ ոչ մեկի վրա գրված չի, հետո որ իմացա էլ ինձ դա ընդհանրապես չէր հետարում, չէի պատկերացնի։ Հետո նենց ստացվեց տատիկը մինչև մահանալի ինձ նվիրատվություն արեց եւ նվիրեց ինձ այդ տունը։
կասկադի վրա Ոյ, ինձ էլ մի հատ տատիկ։ Ես հիմա դրա գաղտնիքներն էլ կասեմ, Հայդա ջան, նախ դա էր, հետո էլի ա եղել տուն են նվիրել, իմ լավ ընկերը ինձ տուն է նվիրել, եւ մի անգամ էլ է եղել հետաքրքիր բան, որը մի ուրիշ անգամ կպատվի։ Վայ։ Շատ կլինի մի անգամից։ Պատմեք, պատմեք։ Որ ասում եք ուզում եմ ինձ էլ լինի տենց բան, նենցա որ չեմ կասկածում, որ կարող եմ մի օր մի լավ բան, շատ լավ, ոչ մի շատ անգամ լավ բաներ լինել, իսկ պարզապես գաղտնիքը ասեմ։ Հերոստատիտողն էլ թող իմանա։ Ուշադիր լսեք տուն նվեր ստանալու գաղտնիքն է բացահայտվում։ Եվ ոչ միայն տուն, թանկարժ։ Երջանիկ ապրելու համար, լավ միամիտ վսիլենից, տիեզերքից նվերներ ստանալու համար, ով ոնց ուզում է թող ներկայացնի, մեկը Աստծուց, մյուսը տիեզերքից, մյուսը ծառերից, մարդուց եւ այլն։ Պարզապես պետք է ուրախանալ ուրիշի ուրախությամբ։ Իսկապես դա փորձեք, կան մարդիկ, որոնք ցույց են տալիս, որ ուրախ են, բայց ներքուստ ուրախ չեն։ Ուրախանալ ուրիշի ուրախության համար, իսկապես ուրախանալ, ապրել ուրիշի ուրախությունով, չնախանձել, բան չանել, ես հիմա ես չի, որ ես ինձ հասկանում եք, ինչ եմ ասում։ Ես պրոստը իսկապես գաղտնիքներն եմ ձեզ ասում, երեխեք ջան։ Դրանք այնքան ապրելու, թվում է ապրել այնքան բարդ բան, այնքան ամեն ինչը դժվար է, բարձում է իրականում այնքան հեշտ է, ու այնքան փոքրիկ բաներ է պետք անել, որպեսզի երջանիկ լինել պարզապես։ Կիսում ենք ուրիշի ուրախությունը, ստանում ենք երկու տուն եւ մի նվերի մասին չի խոսում։ Մեքենա։ Երկու հատ էլ մեքենա։ Իսկ երկրպագուների հետ կապված զավեշտալի դեպքեր, որ չգիտեմ, փորձեն ձեզ նվերներ փոխանցել, բեմ բարձրանալ եւ նման տիպ այլ բաներ։ Ես որ ասում եմ երկրորդ տունը, որ իմ ընկերն ա նվիրել, դա երկրպագուի տարբերակի ընկեր, որ ինձ շատ սիրում է, շատ սիրում էր, որ իմ մահացել է ինքը չկա, որը ինձ շատ սիրում էր, այսպես եւ այդպես ցանկություն ունեցավ ինձ բնակարան նվիրելու։ Դա է եղել, ես շատ լավ, չափից շատ լավ երկրպագուներ եմ ունեցել, ինձ մի շատ լավ են վերաբերվել, մինչ օրս տարօրինակ բաներ են արել են, որ դուրս ես գալիս Վարշավիրանոցից, տեսնում ես 4 անիվները ծակացա։ Մեքենայի, հա, իմ։ Մեկը տեսնում ես այն կողմով անցնում են տղամարդիկ ֆիլմը կա, որ ինչով օգնեն բան։ Ինքն էր արել։ Մի խոսքով տեսլիքը տարօրինակ շատ բաներ ա եղել, շատ հաճելի բաներ էլ ա եղել, որի համար շնորհակալ եմ պարզապես, իսկապես շնորհակալ եմ, ոչ միայն իրանց, նաև իրանց, նորից տիեզերքին, Աստծուն եւ ինչ շրջապատող բոլոր մարդկանց։ Այլել եք ջերմությունն ու սերը երկրպագուների ինչ։ Ճապոնացիները մի լավ ասացվածք ունեն, Հայդա ջան, ասում է «Хочешь быть счастливым, будь благодарным»։ Սաուդյան Արաբիայի թագաժարանք Մոհամմեդ բին Սալմանը 2018 թվականին Մեգան Մարքլին նվիրել է ադամանդե ականջողեր մոտ $650,000 արժողությամբ։ Մի ձևի տխրեցի Հայդա ջան, ինչ որ շատ մեծ թիվ եմ գրել, 1 միլիարդ։ Եվ խորհուրդ եմ տալիս պաշտոնյաներին, ստավկեք բարձրացրեք այդ շտոտակը 650,000 լուրջ, ինչ ամոթ է։ Միավորը իմն էր, Տիկին Գրիգորյան։ 1-1, հա, փաստորեն։ Այո, 1-1, հավասարեցնում եմ հաշիվը։ Լսում ենք հաջորդ հարցը։ 90-ականներին Հայաստանի ամենամեծ համերգին քանի մարդ է մասնակցել։ 90-ականներին ամենամեծ համերգները որտեղ էին լինում։ Հայաստան ստադիոնը, որը 70,000 տեղ է, սովորական ստադիոնները 5,000, ես սաղ գիտեմ էլի, բոլոր տեղերը համերգների ունեցել, բայց դե կա բացօթյա տարածքներ, որի քանակը չեմ կարող ասել, եթե։ Իսկ լեփլեցուն էին այդ ժամանակվա դահլիճները։ Համարյա միշտ լեփլեցուն են եղել։ 70,000 ստադիոնն է, ինչքան տեղ է կա, ինչքան հիշում եմ։ Իսկ որ երգիչներն էին լցնում հիմնականում ստադիոնները։ Այն ժամանակ։ Այո, 90-ականներին, որ կհիշեք ստադիոնները մեր։ Դե հա, ասենք, որ մենա համերգ դնեն ու իսկ ալում անունը գրել, տեսնենք ռոբոտիկը կասի։ Եկեք փորձենք։ Դավայ։ Հիմնվեմ ձեր տված ինֆորմացիայի վրա ու գրեմ այս թիվը։ Պատտենք։ Տիկին Գրիգորյանի կարծիքով 70,000, իսկ իմ կարծիքով 50,000։ Լսենք ճիշտ պատասխանը։ 90-ականներին Հարութ Փամբուկչյանի համերգին ներկա է եղել 110,000 մարդ։ 110,000։
Բրավո, Հարութ Փամբուկչյան։ Այո։ Դուք մոտ էիք ավելի Դե հա, եւ միավորը ձերն է։ Փաստորեն 70 եմ գրել։ Հարութ Փամբուկչյանը այո կարողացել է 110,000 մարդու հավաքել մեկ դահլիճում կամ չգիտեմ Բրավո, ստադիոնում։ Հարութ Փամբուկչյան, մինչև մայլ մարդը հավաքում։ Մինչև հիմա էլ ինձ թվում է այո Մինչև մայլ հավաքում է իսկապես ֆենոմեն հայկական իրականության մեջ։ 2-1 է դառնում հաշիվը, իսկ մենք տեղափոխվում ենք 90-ականներ։ Կհիշեք ինչ որ հետաքրքիր դրվագներ ձեր մենահամերգներից կամ համերգներից։ Ինքան դրվագներ ա եղել։ Լավ, մի հատ բան պատմեմ, հիշեցի։ Հոկտեմբերանում ոսկե աշուն է։ Պատկերացնում եք, չէ, Երևանից ինչքան երկիչներ են գնացել, մոտ 200 հոգի։ Գնացել ենք եւ ամեն մեկի հերթը հասնելու համար ոնց նայում ես ցուցակով մի 4 ժամից հետո նոր դուպտի երկես։ Մեզ էլ բոլորիս էսպես տարել են։ Հիմիկվա պես չի որ մարդամեն մեքենայով գնանք, փակած էր տարածքը։ Դες մի քանի ժամով գնացել ենք եւ որպեսզի սպասենք այդ սրահներում, ոնց է կոչվում, մարզասրահներում, ստադիոնի ներսի սենյակներում, նարդիներ, աշաշկի, բանսես բաներ ա դրած, որ զբաղվենք եւ ես մեր եկչիներից մեկի հետ նարդի ենք խաղում, որ ժամանակը անցնի, մեկ էլ եկան 3 երեխա, տղա երեխա 16 տարեկան, երևի 16-17, որը հանդիսատես էր, իսկ դա երկիչների տարածքն է, служебный ход։ Չէր կարելի էլի ուրիշ մարդ մեզ հարմացանք երեխեք եկան բարև ձեզ, ասինք բարև ձեզ, ասինք կարելի է ձեզ հետ նկարվել։ Ասեցի կարելի է, կանգնեցի նարդին թողեցի, կանգնեցի նկարվեցի, գնացին էս երեխեքը, բայց մի ձևի զարմացա, որտեղ պիտի որ ուրիշ մարդ չլիներ էլի այդտեղ։ Մեկ էլ երևի մի 5-7 րոպե հետո նույն տղաները 3-ը 4 հոգով եղան։ Ու եկան նորից ինչ կլինի խնդրում ենք մի հատ մեր ընկերի չէ նկարվել էլի մի 10 րոպեից հետո չեմ չափազանցնում 5-10 րոպե հետո 5 հոգով եկան գալիս։ հա ասում են խնդրում եմ էլի մի հատ էլ մեր մյուս ընկերասի երեխեք ձեր եք առնում вообще ասիովա թույլ տվել իրանք մտնեն ստեղ իսկականից ոնց որ ձեր արդեն անդադ այդ նարդին թողում ես բան խաղում Նարդին թողում ես։ մեկ էլ ասի լավ ասի դե երեխա են էլի հիմա ինչ մի բարթացնենք Վեր կացա, նարդից թողեցի նորից, վեր կացա, կանգնեցի, որ նկարում եմ, մեկը սենց արեց դրանցից մեկ ասեց, բայց չէ, սովորական չէ, ասի այսինքն ասեց, տանգո պարելով, տանգո պարելուց, Շատ հետաքրքիր ցանկություններ են ունեցել երեխեքը։ Բա, շատ որտեղ հեշտ Նկարվեցիք։ Մերանք իհարկե ծիծաղից պատկաստ եք փուչուր երեխեք հետ նկարվեց։ Բայց նկարվեցիք։ Նկարվեցինք իհարկե ոչ տանգոյով։ Բայց տենց չգիտեմ խի դա հիշեցի։ Հայդա ջան ինքան պատմություններ ա եղել։ Տիկին Գրիգորյան, ձեր ամեն դեպքում ինձ համար ամենահայտնին այն տեսանյութն է, որ դուք Վազգեն Սարգսյանի եւ մնացածի առաջ ելույթ եք ունենում Երևանցի սիրուն տղան եք երգում, երիտասարդ, շատ գեղեցիկ, շատ կրակոտ ու շատ անմիջական միջավայր է այդտեղ։ Կպատմեք մի քիչ այդ օրերից, այդ անմիջականությունը ինչպես էր ընդունվում հանրության կողմից եւ եթե այսօր օրինակ երգչուհիները այդպիսի դրվագներում Երևան, ինչ եք կարծում, քարկոծում կլինի թե ոչ։ Նախ ձեր ասացից պատասխանից առաջ մի պատմություն պատմեմ դրվագ, որ ասեցիք երիտասարդ ջահել բան սիրուն ինչ որ բաներ ասեցիք։ Ուրեմն մի քանի տարի առաջ երգում էի մի ակումբում Երիտասարդ լրագրող զանգեց ինձ, բարև ձեզ, ձայնով կարող ինտերվյու էր ուզում, ինչ կլինի հարցազրույց անենք, պայմանավորվեցինք, եկավ տվյալ ակումբը, ներքևը բարում, մինչև շոու ծրագրի սկսելը, ներքևը շփվում ենք, խոսում ենք, ինքը այն ժամանակ դիկտաֆոնով ձայնագրում էին, դիկտաֆոնով ձայնագրում այն, մեկ էլ ասեց հարցերի ընթացքում, մենք հիշում ենք, որ դուք 90-ականների սեքս սիմվոլն է։ Սխալ են հիշել։ Ասեցի դուք սխալ եք հիշում, Բալիկ ջան։ 90-ականների սեքս սիմվոլը Լիլիթ Կարապետյանն էր։ Ես 90-ականների ծիրտն էի։ Դրագա, իսկ ինչ վերաբերում է ձեր ասացին, իհարկե, նախ մեր ժամանակ չկար համացանց, որը դա եւ շատ իր վատ եւ լավ կողմեր ուներ։ Գիտեք, մեկը հիմա, գիտեք խիչ ենք առաջ գնում շատ, որովհետև այդ
վատ գրողները, վատ կոմենտներ, որ գրում են, վատ բաներ ասում են, մարդիկ վախենում են բաց ազատ լինել, որովհետև էմոցիա ցույց տալ։ Մի քանի ազատության ու ազատ մարդկանց մեջից ոնց էլ չլինի, եմրոսպա տաշած քարը գետնին չի մնա, դուրս են գալիս տաղանդները, մեկը երևում են էլի, բայց երբ որ սեղմած են պահում այդ չուզողությունը, այդ դրանք բոլորը դժբախտ մարդիկ են։ Քիչ առաջ ասածս հիշում եք, այդ չուզող մարդիկ, իրանք հաստատ դժբախտ են, իրանք անհնարին է երջանիկ լինեն, որտեղ երջանիկ մարդը դիմացինին վատը չի ցանկանա, վատը չի կամենա։ Այդ պատճառով մեր շոու-բիզը չի գնում հասնի այն լեվելի, որ ասենք դուրս, Հայաստանից դուրս։ Վերադառնալով 90-ականներ, օրինակ Վազգեն Սարգսյանի կամ թեկուզ այդ հավաքների հետ կապված կան դրվագներ, որոնք շատ հիշարժան են ձեզ համար եւ հրապարակման արժանի։ Այդա ջան, ինքը սպարապետը իր ամբողջ էությամբ արդեն մեծ պատիվ է եւ փառք եմ տալիս Աստծուն, որ ես ճանաչել եմ սպարապետին, ոչ միայն այդ մի կադրը, որ դուք նայել եք, համարյա ամեն օր այդ տիպի պրավիցնի համերգներ էին լինում, կառավարական բանկետներ, համերգներ, թեկուզ գյուղերում, համերգներից հետո բանկետներ, ամբողջ կյանքը դրա մեջ է էլի անցնում։ Իսկ նույն հենց Վազգեն Սարգսյանի մասին է խոսքը, նմանատիպ բաներ շատ-շատ է եղել։ Ուղղակի այդ մի կադրն է ֆռու։ Այո, մենք այդ մի հատվածն ենք տեսել։ Միշտ այնքան լավ բաներ է եղել, իհարկե, հենց այդ նույն այդ կադրը, որ դուք տեսնում եք, մենք ունենք Ահարոն, որը Գերմանիայում է ապրում, ողջուններս Ահարոնին, եթե կլսի, ինքը պատմեց, ասում է, այդ օրը, որ դու երգեցիր, իրանք այն ժամանակ հիմիկվա երկրապահները, առաջվա երկրապահներից էին, բոլորը կան, դա երկրապահի տարեդած ինչ-որ ծնունդ տոններ, այո, երկրապահների օրներ, այսօրվա պես հիշում եմ պրիչում այդ օրը, բանը պատմում է Ահարոնը, ասում է, երբ որ դու երգեցիր, Վազգեն ասում է, գնացին, հետո ես եմ դուրս եկել, ասում է, թեքվեց, ասեց, ուշադիր կրնեք ես երեխուն նորմալ բոլոր ճանապարհեն տուն հասցնեն։ Ու միշտ ինչքան բանկետ լինում էր, ես միշտ հիշում եմ գալիս էր ինձ ասում էր Արմինե ջան մեքենա ունես, որ մեքենայով ճանապարհ ասում էի մեքենա կա, ասում էի շնորհակալություն ես իմ մեքենայով եմ, ես 95 թվականից քշում եմ։ Հա, միշտ sense մեջքից sense անում ձերով sense իրանում։ Ես միշտ ասեմ կողնարությունները ոչ ոք չունի։ Այսպես հումոր էր միշտ անում։ Այն ժամանակ ես էի մենակ դեռ քշում, հետո արդեն բոլորը սկսեցին քշել մեր երգչուհիներն էլ։ Ամենայն դեպս միշտ այդ բանկետներից հետո այնքան հարգանքով փորձում էր բոլորին լավ վերաբերվել, ինքը շատ լավ երգում էր, երգել է մեզ համար շատ անգամ, իմ համար էլ է երգել։ Ինչ էր երգում։ Ինքը ամեն ինչ երգում էր, ինքը շատ լավ ձայն ուներ։ Այդ հոլովակում էլ դուք երբ մոտեցնում եք բարձրախոսը երգացնում եք, շատ երևում է։ Միշտ հարգանքով, բոլորիս հետ շատ հարգանքով մենք էլ բոլորս իր այդ փոխադարձ ես ինքս էլ միշտ դուքով, միշտ պահպանել այդ սուբարդինացիան բնականաբար այնքան միայն շատ հաճելի ու շատ բարի, շատ լավ հիշողություններով ու շատ համեստ մարդ էր։ Ես հիշում եմ, որ այդ կարմիր ջիպը նվիրել էին իրան, պատկերացնում եք, հետագայի շատ ղեկավարների ոնց չէ, պորճի պես կքշեին բան, տարել էր հանձնել էր թանգարանին, մինչև հիմա թանգարանում է։ Երանի տենց լինեին էլի բաները ոչ թե իմիկապես ցույց են տալիս, գոնե թաքուն ապրեն ցույց են տալիս, որ երևա տարօրինակա։ Լավ բաներից խոսենք այդա ջան, այո։ համար երկում եք հաշվով շարունակում ենք, լսում ենք 4-րդ հարցը։ Հայտնի արտիստների քանի տոկոսն է կարիերայի ընթացքում բախվել եթերում երևալու սահմանափակումների։ Ոյ, միշտ ինչ-որ սկանդալներից հետո աշխարհ արչակ հայտնի, հա, երևի ոչ Հայաստան։ Սովորաբար սկանդալներից հետո ինչ-որ ժամանակով սահմանափակումներ լինում են։ Շատ, բայց կան սկանդալ էլ չի լինում, օրինակ ես առանց սկանդալ։ Այո, եւ այս հարցը պատահական չի հնչեցնում ռոբոտիկը։ Իսկ գիտեմ, որ Ռուբեն Մաթեոսյանը 15 տարի փակված է եղել։ Այո։ Այո։ Եվ շատ-շատերը Հայաստանում Էլվինան էլ Մակարյան փակված է եղել։ Տիկին Գրիգորյան, միշտ ասում եք, որ ձեզ շատ ցավացրել են եւ երկար ժամանակ ձեզել են սահմանափակել ու փակել եթերում երևալու ձեր հնարավորությունը։ Միշտ ասում եք, ես ու չեք պատմում դրա մասին։ Գուցե ժամանակն է ասել ինչ է դա նշանակում եւ ինչից ելնելով։ Առանձնապես բան չունեմ պատմելու, այդա ջան, բոլորը ամեն ինչ գիտեն, բոլորը գիտեն։ Մենք չգիտենք։ Դե ոչինչ, մի օր կպատմեմ մի բանակ, ես ինչ չկա պատմելու։ Իսկ ի՞նչն էր խնդիրը։ Ոչ մի բան, ես մի հատ ասեմ մոտարապես, երևի հետո եմ շատ խորացել,
տեսեք, մարդ, որը անընդհատ ասում է, ես երգչուհի չեմ, ես դերասանուհի եմ, չէ՞։ Բայց ստադիոններ ա լցնում, ասենք, թե 5000 տեղանոց ստանդարտ, ընդամենը ինչ-որ սիրիալի տակ տիտրերով գրվում էր այսօր Աբովյան քաղաքում Արմինե Գրիգորյանի համարն է եւ Աբովյանի ստադիոնը, ասենք, լրիվ լցվում է։ Էցի մարդուն նախանձը կարա փակի, երբ որ վլաստը փոխվեց, կոլեգաների կույտ, որը հենց վլաստի, նոր վլաստի հետ մոտ եւ այլն, սարքեցին ամեն ինչ արեցին եւ ասեցին, որ նախկինների լյուբիմիցան է, էլի, վրոզի просто sense ձերի հետ, բա կայֆուի, Դա որ թվականին սկսվեց։ 98-ից սկսված մինչև 2000, այն որ Остатки былой роскоши были, մի քիչ երևում է բան, 2000-2001-ից սկսվեց արդեն ամեն ինչ։ Միայն եթերում էր արգելված 2018 թվին, երբ որ հեղափոխություն եղավ, լիքը մարդիկ ոնց է դեմքները բացվեց, չէ, սա սկսեցին պատմել, ով ինչ արել է, ու այնքան բան ինձ պատմեցին, այդ թվից ամեն ինչ գիտեմ արդեն։ Միայն եթերում էին ձեզ արգելում Երևալ, թե էլի ինչ որ խոչընդոտներ կային։ Չէ, եթերից եթե որ դու չես երևում, քո տոմսերը էլ չի վաճառվում։ Իսկ ես էլ չդրեցի համերգներ, որովհետև չթույլ տվեցի ինձ հասնել այն լեվելի, որ չվաճառվի չանեմ։ Միանգամից ես ինքս էլ պրոստը ընդհատակ մտա անցահակումներում, ակումբային կյանքի եւ այդպես մինչեւ իրանք բոլորը ընդհատակ գնացին, ես հայտնվեցի։ Կարևորը վերադարձել եք, ունեք նոր երգեր, նոր համագործակցություններ։ Պատտենք։ Մոտ են մեր թվերն այս անգամ 30% Տիկին Գրիգորյանի կարծիքով, 20% իմ կարծիքով։ Լսենք ճիշտ պատասխանը։ Այո։ Մեդիա եւ երաժշտական ոլորտի ուսումնասիրությունների համաձայն հայտնի արտիստների մոտ 5-ից 15%-ը կարիերայի ընթացքում ունեցել է եթերում երևալու սահմանափակում։ Հավասարեցնում եմ ես հաշիվը։ 5-ից 15։ Բայց աշխարհում էլ բազմաթիվ մարդիկ իսկապես առնչվում են այս խնդիրներին։ 5-ից 15-ը քիչ չի։ Փաստորեն ես ավելի շատ էի մտածում որպես զոհ։ Որպես հերթական զոհ այդ պատմության։ 2-2 հաշվով։ Լսում ենք վերջին հարցը, որը կարող է վճռորոշ դեր ունենալ։ Տեսնենք ով է հաղթում։ Որքան ժամանակում է YouTube-ում տեղադրված երգի տեսահոլովակը ռեկորդային արագությամբ հասել 1 միլիոն դիտումը։ Դատելով կորեական խմբերի Աճը միլիարդավոր դիտումներից, կարծում եմ, որ շատ արագ, շատ քիչ ժամանակում հատում է 1 միլիոնը, բայց որքան ժամանակում։ Գրեցի։ Պատտեցինք։ Տիկին Գրիգորյանի կարծիքով 1 ժամ, ես 20 ժամ եմ գրել, բայց վստահաբար սխալ թիվ է, սա կարող է 1 միլիարդը հատելու թիվը լինել։ Լսենք ճիշտ պատասխանը։ BTS-ի Dynamite երգի տեսահոլովակը մոտ 21 րոպեում հավաքել է 1 միլիոն դիտում YouTube-ում։ Փաստորեն։ Վստահ էի, որ շատ կարճ ժամանակ։ Իսկ մեր ձեր ծանոթնա ռոբոտիկը, բայց իմ ծանոթը։ Չէ, ինքը միշտ հյուրերի կողմից է լինում։ Հարցերն էլ տեսակ կազմել էր այնպես, որ անպայման զրուցելու առիթ ստեղծեր մեզ համար։ Միավոր ձերն է 3-2 հաշվով ես այսօր պարտվում եմ։ Խոսենք մի քիչ նրանից, թե ոնց եք փորձում լինել թրենդի մեջ։ Այդա ջան, ձեզ ասեմ, ես այն երգչուհիներից եմ, որին պետք չէ ոչ թրենդի մեջ լինել, ոչ Ես այս պատասխանը ուզում էի լսել ուղղակի։ Պատպիսչիկներ, ես մինչև դրանք ինձ պետք չէ, որտեղ ես դրանք չեմ ունեցել եւ մինչև հիմա կամ։ Շնորհակալ եմ շատ, շարունակեք երգել, թողարկեք նոր երգեր եւ շարունակեք ուղղակի ուրախացնել մեզ ձեր երգերով։ Շնորհակալ ենք, որ կաք եւ շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ Ես էլ եմ շնորհակալ Այդա ջան, դուք էլ շատ լավ վարում եք, շատ սազող ձեզ հաղորդում ա, ստաֆը նույնպես։ Спасибо всем вам։ Շնորհակալություն։ Այսպիսին էր Արմինե Գրիգորյանի հետ թողարկումը, կարծում եմ, որ հաճույքով դիտեցիք, մնացեք մեզ հետ, առջևում նոր հետաքրքիր էմոցիաներ են։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։